Ասում են տոլմայի ամենահին բաղադրատոմսը գրվել է ձեռագիր, մագաղաթի վրա, Տաթևի վանքում, այն պարունակել է 9 տարբեր լցոն, մի մասը մսով, մյուսը բուսական և յուրօրինակ աղոթք է եղել, որը ասել են տոլմա պատրաստելուց առաջ։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք թփով տոլմա, մսով և բանջարեղենով։ Սկսենք բանջարեղենից, մշակում ենք սմբուկը, նախ տեղադրենք տախտակը, կվերցնեմ մեկ սմբուկ, կտրում ենք ծայրերը, կլպում ենք այն, որից հետո կտրատում ենք մանր խորանարդիկների։ Նախ շերտը տում ենք, մանր կտրատելուց հետո տեղափոխում ենք թափանցիկ ամանի մեջ, թասի մեջ, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, տակն ու վրա ենք անում, որպեսզի բոլոր կտորները պատվեն աղով և որոշակի ժամանակ հանգիստ ենք թողնում։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Դա մառանիկ ընկերության ոսպն է և կլոր բրինձը։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան, ինձ հարկավոր է կես բաժակ ոսպ, և կես բաժակ բրինձ։ Փաստորեն ստացվեց 1 բաժակ։ 1 բաժակ հատիկավորներին ավելացնում ենք 2 բաժակ եռացած ջուր, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, և կիսաեփ ենք անում։ Շատ չենք եփելու։ Անցնենք մյուս բաղադրիչին, դա սոխն է։ Տապակելու ենք, սոխեռած ենք անելու։ Տապակի մեջ լցնում ենք Սլաբոդա ապրանքանիշի բուսայուղը, սա կոնկրետ ձիթապտղի և արևածաղկի խառնուրդն է։ Այն պատրաստված է բնական
բաղադրիչներից, մթերքից։ Թող տաքանա, երկու միջին չափի գլուխ սոխը մանր կտրատում ենք։ Անմիջապես սովորության համաձայն սոխ տապակելիս ես համեմում եմ այն մառանիկ ընկերության սոդայով, աղով և շաքարավազով։ Այս կերպ սոխառածը ավելի նրբահամ է դառնում։ Հենց սոխը փափկեց, գույնը փոխեց, դարձավ ոսկեզոծ, ավելացնում ենք մյուս մթերքը։ Դա դդմիկն է, մեկ փոքր դդմիկ։ Սա էլ ենք կտրատում փոքր խորանարդիկների։ Սոխը փափկել է, գրեթե հալվել է, դարձել է նրբահամ, ոսկեզոծ։ Հենց այդ պահին ավելացնում ենք դդմիկը։ Խճողակի մեջ առաջարկելու եմ չորացրած կծոխուր, կարելի ասել կծոխուրի չիր, որպեսզի այն մի փոքր փափկի, վրան լցնում ենք եռացրած ջուր և որոշակի ժամանակ հանգիստ թողնում։ Տեսնենք ինչ վիճակում են հատիկավորները։ Ի դեպ ես սխալ եմ արել, դուք այս սխալը չկրկնեք։ Անպայման ոսպը և բրինձը խաշելուց առաջ հոսող ջրի տակ լվացեք։ Քամում ենք, այն պետք է շատ չեփի։ Եվ հերթ եկավ, հասավ սմբուկին։ Ինչ ենք անում նրա հետ, քամում ենք, այսպես տեսեք, և լցնում ենք տապակի մեջ։ Սկսենք համեմել, այսինքն շարունակենք համեմել, որովհետև այնտեղ կա աղ, շաքարավազ, սոդա։ Այժմ իբրև համեմունք կառաջարկեմ ընկույզ։ Թեթևակի հարում ենք, մանրացնում ենք,
Լավ է, շատ պետք չի։ Լավ է։ Ամբողջական ընկույզներ են մնացել։ Սա թողնում ենք հենց այսպես։ Տոլմա ուտելիս, ում որ ընկնի ամբողջական ընկույզ, ուրեմն նրան սպասում է հաջողություն։ Այս պահին ավելացնում ենք նաև կծոխուրը, քամում ենք և ավելացնում։ Հերթը հասավ մսին։ Վերցրել եմ տավարի փափկամիս։ Իդեպ մոռացա ասել, ընկույզը 50 գրամ էր, իսկ կծոխուրը 20։ Տավարի փափկամիսը աղալու ենք։ Կտրատենք հարմար կտորների։ Միսը կես կիլոգրամ է։ Մսի հետ առաջարկում եմ աղալ 3 բճեղ սխտոր։ Անմիջապես փոխում ենք դանակը, տախտակը։ Աղացած մսի վրա ավելացնում ենք տապակված բաղադրիչները, հենց իր յուղով։ Ավելացնում ենք բրինձը և ոսպան։ Համեմում ենք մառանիկ ընկերության չորացրած ուրցով։ Մոտ 1 թեյ գթալ և նույն չափ չորացրած ռեհանով։ Եվ թերևս վերջին բաղադրիչը, թարմ կանաչին։ Վերցնում ենք խառը, ինչ կլինի ձեռքի տակ։ Ես վերցնում եմ ռեհան, թարմ, ցիտրոն, մի փոքր համեմ, մաղադանոս, ցիտրոնը մի քիչ, իսկ մաղադանոսը
եւ համեմը մի քիչ շատ։ Ռեհան ինչքան պատահի։ Եվ նանա 1 ճյուղել, 2 ճյուղել նանա։ Մատխաշ նանաներ են։ Սրանք մանր կտրատում ենք եւ ավելացնում։ Քերացնեմ ընդհանրապես ռեհանի ցողունը։ Մնացածի ցողունները մատխաշ են, այնպես որ թող մնան ինչպես որ կան։ Լավ, խառնում ենք, թող բաղադրիչները հավասար տարածվեն։ Քիչ էր մնում մոռանայինք կծուն։ Կծուն ուղղակի պարտադիր է։ Նրանց համար ովքեր սիրում են, ովքեր չեն սիրում, կարող են չավելացնել։ Կառաջարկեմ Մարրանիկ ընկերության կարմիր քաղցր պղպեղ, կծու պղպեղ, կարմիր կծու պղպեղ եւ աղացած սև պղպեղ։ Լավ է։ Եվս մեկ անգամ լավ խառնում ենք եւ խճողակը հանգիստ թողնում։ Մի 15 րոպեից, երբ համերը կխառնվեն, կձևավորենք տոլմաներ։ Իսկ այժմ հավաքենք սեղանը։ Դե ինչ, ամեն ինչ պատրաստ է, ձևավորենք տոլմաները։ Ընդհանրապես ասեմ թփի մասին։ Բացոյացված թուփ է, հոսող ջրի տակ լավ լվացել եմ։ Այժմ կխճողենք, փայլուն մասով դեպի ներքև ենք դնում։ Ես սիրում եմ փոքրիկ տոլմաներ ձևավորել։ Մի կծ, այսպես, փաթեթավորում ենք և դասավորում կացայի մեջ։ Շարք-շարք։ Այսպիսի փոքրիկ տոլմաներ, մեկ կծ։ Այսպես դնում ենք, պատրաստենք սոուսը։ Սոուսի համար վերցրել եմ տավարի արգանակ։ Սրան ավելացնում ենք Սլաբոդա ապրանքանիշի կեչուպ մոտ 2 ճաշի գթալ։ 2 ճաշի գթալ նար շարապ, խառնում ենք և լցնում տոլմաների վրա։ Արգանակը արդեն համեմված էր աղով, այնպես որ աղը չեմ անում։ Ծածկում ենք ափսեով և մարմանդ կրակի վրա եփում ենք 35-ից 40 րոպե, որից հետո կարելի է ըմբոշխնել։ Թփով տոլմա, մսով և բանջարեղենով։ Խճողակի համար թասի մեջ լցնել կլպած մանր խորանարդիկների կտրատած սմբուկ, համեմել աղով, տակնու վրա անել, մի կողմ դնել, բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով։ Հենց սոխը ոսկե գույն դառնա, ավելացնել փոքր խորանարդիկների կտրատած դդմիկ։ Սմբուկը ձեռքերով քամել, ավելացնել տապակի մեջ։
Ավելացնել նաև հարիչի օգնությամբ թեթևակի հարած ընկույզ, թրջած եւ քամած կծոխուրի չիր։ Տավարի միսը ոչ մանր կտրատել, սխտորի հետ աղալ, վրան ավելացնել տապակի բաղադրիչները։ Բրինձը եւ ոսպը աղով կիսայե փանել, քամել, ավելացնել բաղադրիչներին։ Համեմել չորացրած ուրցով, չորացրած ռեհանով։ Ավելացնել մանր կտրատած թարմ կանաչի, լավ խառնել։ Համեմել կարմիր քաղցր կծու պղպեղներով, սև պղպեղով, խառնել։ Ստացված խճողակով տոլմաներ ձևավորել, դասավորել կաթսայի մեջ։ Սոուսի համար տավարի արգանակին ավելացնել կետչուպ, նար շարապ, խառնել, լցնել տոլմաների վրա։ Կաթսան ծածկել ափսեով, մարմանդ կրակի վրա եփել 35-ից 45 րոպե եւ մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք գարան միս, լոլիկ, սոխ, թթու կաղամբ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։